Սիրիայի քաղաքացիական պատերազմը մեծացրեց այն սփյուռքահայերի թիվը, ովքեր որոշեցին հաստատվել Հայաստանում, սակայն դրան զուգահեռ դարձյալ ակնառու դարձավ այն հանգամանքը, որ մենք հայերս այնքան էլ հանդուրժող չենք մեզանից փոքր-ինչ տարբերվող տեսակի նկատմամբ, եթե նույնիսկ դա հայի տեսակն է։ Բարև ձեզ, սա ճանապարհ հաղորդաշարն է եւ այսօր մեր հյուրերն են։ Գրող հրապարակախոս Սաքո Արյան, Վերադարձ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյան, Կառավարման համակարգերի խորհրդատու, էներգետիկ ինժեներ, իրանահայ Նժդե Անդրեասյան, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան, Տելեթրեյդ կազմակերպության ներդրումային ծրագրերի մենեջեր, Սիրիահայ Սարգիս Ռոշտունի եւ Երևանի Պետական Համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյան։ Բարի երեկո, պարոնայք, շնորհակալություն մեր հրավերանքների համար։ Պարոն Արյան, հրապարակախոսի աշկերով, խնդրեմ, սկսենք թերևս այդտեղից։ Համաձայն եք այն մտքի հետ, որ ես հնչեցրեցի հաղորդման սկզբում, թե ոչ։ Մենք մի քիչ հանդուրժող չենք մեր տեսակից փոքր-ինչ տարբեր տեսակի նկատմամբ։ Դուք որպես սփյուռքահայ զգում եք այդպիսի բան Հայաստանում, թե ոչ։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այս հրավերի համար։ Միանշանակ տարբերություններ կան ու այդ տարբերությունները նուրբ ասած մեր համար մի քիչ դժվար են, այսինքն մեր համար դժվարություններ են առաջացնում ու ես միշտ մտածել եմ, որ մենք քանի որոշել ենք Հայաստանում ապրել, ամեն օր մենք զիջումների պիտի գնանք։ Ամեն Աստծո օր, երբ որ արթնանում ենք, պիտի մտածենք, որ այստեղ այլ տարածք է, ոչ թե այլ սելով հայրենիք չէ, սխալ չհասկանանք, այլ բոլորովին հոգեբանությունը, մարդկանց ապրելակերպը, մարդկանց խոսելաոճը, մարդկանց հայացքները նույնիսկ տարբեր են։ Դրա համար մենք պետք է շատ զգուշ, շատ ուշադիր քայլերով գնանք առաջ։ Մի քիչ մենք սովորենք, մի քիչ հայաստանցիները կսովորեն ու այդպես կարծում եմ դժվարությունները կարելի է հարթել։ Անհարթելի բան չկա։ Իսկ հիշում եմ 1946-ի, 1947-ի ներքախտը, իմ բաբերը, որ ներքախտել են, շատ ավելի դանջահար, շատ ավելի դժվար, շատ ավելի բարդ խնդիրների առջև են կանգնել, բայց հակառակ ամեն ինչին ապրել են, որովհետև որոշել են, որ սա այն երկիրն է, որտեղ իրանք պիտի ապրեն, նույնիսկ եթե իրանք դժվարությունների մեջ ապրեն, իրանցից հետո եկող սերունդները, իրանց զավակները պիտի գոյատևեն ու գնան առաջ, այսպես։ Որոնք են հիմնական դժվարությունները, այսինքն դժվարությունները մտածողության հետ համակերպվելու մենտալիտետի տարբերություններն են, թե ամեն դեպքում։ Գիտեք, մենք դեղայնական ժողովուրդ ենք։ Անկախ ամեն ինչից ու գաղտնիք չի, որ Երևանցին նույնը չէ ինչ Գյումրեցին, նույնը չէ ինչ Ղարաբաղցին, նույնը չէ ինչ Բեյրութցին, նույնը չէ ինչ ռուսահայը, ամերիկահայը, այսինքն այդ խնդիրները ամենտեղ էլ կան, բայց մենք պետք չէ խոշորացույցով դիտենք այս ամեն ինչը։ Ու ես կարծում եմ մեր հրաշալի երդասարդ սերունդը, որ այսօր կա հալեբահայերի հատկապես նկատի ունեմ, որովհետև իրանց թիվը մեծ է, իրանք ուրիշ հայացքով են նայում, ուրիշ կերպ են նայում հարցերին ու այդ փորձը սերունդների միջև, հատկապես ջահելների միջև, ես շեշտը դնում եմ դրա վրա, որովհետև ինչպես Շուշանյանն է ասում, այն ժողովուրդը, որ երդասարտություն չունի, աբակա չունի, իրանք են մեր աբական, եւ իրանք է, որ պիտի դուրսից եկած հայացքով, գենսաղով, գենսամագարտակով, մտածման եղանակով, դարբեր չնայելու, դարբերը չընդունելու, միասին լինելու այդ խաղապարներով պիտի հարթեն այս ճանապարհը, կարծում եմ։ Շատ բարի, պարոն Մարաշլյան, երբ որ դուք մարդկանց փորձում եք այսպես ասած օգնել կամ նպաստել, որպեսզի նրանք վերադառնան եւ հաստատվեն հայրենիքում, նրանց նախապես ասում եք, որ ինչ խնդիրների են նրանք հանդիպելու այստեղ, թե ոչ, այսինքն ինչ նախատրամադրվածությամբ են մեր սփյուռքահայերը գալիս հայրենիք։ Այո, իհարկե, մենք ոչ թե խոսում ենք միայն առավելությունների մասին, այլ նաեւ ներկայացնում ենք պոտենցիալ խնդիրները, որտեղ երբ է առաջանում այդ խնդիրը, երբ որ մարդը այլ պատկերացումներով տեղափոխվում է Հայաստան եւ առնչվում է իրականության հետ։ Մեր նպատակը այն է, որ դերևս երբ որ ինքը այնտեղ է, կապել իրան հայնադարձների հետ, ովքեր որ արդեն այստեղ են, տարբեր տեսակի հարցերը բարձելու համար, օգնել իրան աշխատանքի տեղավորման հարցում կամ իր սեփական գործ սկսելու հարցում, երբ որ ինքը դեռ մտածում է տեղափոխման մասին։ Ինչքան ավելի շատ ինքը պատրաստ լինի, ինչքան ավելի լավ ինքը պատկերացնի, թե այսօրվա Հայաստանը ինչ է, ոչ թե երազային երկիր է, այլ ռեալ երկիր է, իր դժվարություններով, իր օլիգարխիայով, իր ամեն ինչով, բայց նաև իր առավելություններով։
այդքան ավելի հեշտ կլինի իր ինտեգրման գործընթացը։ Ձեր խոսքից ենթադրում եմ, որ սփյուռքահայերի ճնշող մեծամասնությունը մի փոքր այսպես նայիրյան է պատկերացնում, հա, հայրենիքը, այսինքն մի քիչ ավելի, ոնց ասեմ, գեղարվեստական, քան ռեալ կամ իրական։ Կա այդպիսի բան, թե չկա։ Գուցե նաև դրանով է պայմանավորված, որ շատ սփյուռքահայեր, օրինակ ես տարբեր մասնավոր զրույցների ժամանակ մարդիկ ասում են, որ իրենց պատկերացումները ամեն դեպքում այն չէր, ինչ որ իրենք ակնկալում էին Հայաստան գալուց առաջ։ Գիտեք, քանի որ մեզ մոտ սփյուռքը այսօր նույնպես միատարր չէ, մենք ունենք նոր սփյուռք, նախկին հայաստանցիներ, որ մեկնել են հիմնականում Ռուսաստան, Ամերիկա եւ այլ երկրներ, ունենք դասական սփյուռք, նույնիսկ այդտեղ մենք տարբեր տեսակի խնդիրներ ունենք։ Ով որ վերջերս է տեղափոխվել Հայաստանից, հիմնականում ցավոք սրտի տարածում է բացասական լուրեր Հայաստանի վերաբերյալ, լինի դեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եւ իրանց ընկալումը եւ պատկերացումը վերադարձի հետ կապված շատ տարբեր է։ Դասական սփյուռքի ներկայացուցիչները ես կասեի, մի քիչ ավելի ռոմանտիկ են այս ամենին նայում, որտեվ իրենք ծովիցով Հայաստանի մասին են միշտ իմացել, շատ հայրենասեր են, շատ նվիրված են, պատմությունը շատ լավ են տիրապետում եւ այլն, բայց իրականության հետ, եթե հատկապես իրենք Հայաստան չեն եկել կամ տարբեր ծրագրերով չեն եկել, չեն մասնակցել Հայաստանում, իրենց պատկերացումները բավական շատ են տարբերվում իրականության հետ։ Մինչև ծրագրերին անդրադառնալը ամեն դեպքում լսենք նաև մեր մյուս սփյուռքահայերին։ Խնդրեմ Նժդե, ասեք, դուք որ եկաք Հայաստան, ո՞րն են հիմնական խնդիրները, որոնց դուք այսօր բախվում եք եւ այն ինչ որ չէիք սպասում եւ տեսակ, որ այդպես էր։ Շատ լավ, իմ դեպքը մի քիչ չնայած վերջերս եմ տեղափոխվել Հայաստան, բայց իմ ինտեգրումը հայաստանյան իրականության մեջ մի քիչ, ասենք մոտ 10-12 տարիների ընթացքին է եղել, ավելի հեշտ է եղել։ Կան տարբեր երևույթներ, որոնք ոչ միայն, ասենք տեղացիներին են, այսպես ասած, ընկճում, նաև կարող են կրկնակի ընկճել նաև սփյուռքահայերին, ինչպես ասեցիք, մեզանից շատերը այդ նայիրյան Հայաստանն ենք պատկերացնում, որը ինչ-որ չափով ռեալ չէ։ Մեզ ընկճում է մանավանդ իրանահայերիս այն արտահայտությունները, անգամ կարող է ինչ-որ չափով նաև ծիծաղալի թվա, բայց այն, որ մեզ սխալմամբ դիմում են որպես պարսիկներ, դա մեզ ընկճում է։ Բայց ես մի քիչ ավելի դրական, այսպես տրամադրվածությամբ եմ Հայաստան եկել եւ դա բավականին հեշտ է եղել ինձ ինտեգրվելու իրականության հետ։ Տարբերություններ կան, այն որ մեր, ասինքն բնիկ հայաստանցիների տպավորությունը մեզանից սփյուռքահայերից տարբեր է։ Կարող է պատահի իրենք պատկերացնում են, որ մենք ավելի հեշտ ապրուստով ենք այնտեղ եղել, դա ինքը նաև խոչընդոտ է եւ քլաշների առիթ կտա մեզ։ Բայց լուծելի է, ինչպես նշեցին արդեն աղքին մեր մասնակիցները, այսօրվա մանավանդ երիտասարդությունը բավականին դրական է տրամադրված սփյուռքահայի եւ բավականին ողջունում են մեր վերադարձը հայրենիք ու մնում է մի քիչ այդ փոխզիջման ուղղությամբ քայլենք։ Նաեւ կա ուրիշ մեկ հարց, որը պիտի մատնանշեմ, մենք սփյուռքահայերս ելնելով մեր կարգավիճակից, այն ինչ որ սփյուռքում ունեցել ենք, մենք սովոր ենք համայնքներ ստեղծելու։ Մեզանից անկախ մենք ստեղծում ենք այդ հայ։ Օրինակ իրանահայերը հիմնականում կենտրոնացած են Կոմիտասի շրջանում։ Սիրիահայերը կգնան ուրիշ տեղ, կամ եթե արդեն իսկ ուրիշ հատուկ շրջաններ ունեն իրանց համար։ Դա համարում եմ խոչընդոտ։ Պիտի մաքսիմում շփում լինի, պիտի մերվենք միմյանց հետ, որ կարողանանք ավելի ճիշտ ընկալենք։ Հիմա դուք ավելի շատ շփվում եք իրանահայերի հետ, թե նաև տեղի հայաստանցիների։ Աշխատանքիցս ելնելով շփվում եմ թե իրանահայերի հետ, բայց ավելի շատ տեղացիների հետ, լիբանանահայերի հետ ու տարբեր անգամ արաբների հետ շատ եմ շփվում ու դա ինձ վրա բավականին դրական ազդեցություն է թողնում։ Ավելի հեշտ ու դյուրին է դառնում ինձ համար։ Շատ բարի։ Սարգիս, ասեք, խնդրեմ, դուք ինչ խնդիրների հանդիպեցիք, դուք էլ համեմատաբար վերջերս եք եկել հայրենիք։ Հա, ես նախքան տեղափոխվել ես Հայաստան, արդեն 5 անգամ այցելած էի տարբեր ծրագրերով, ոչ իբր սպոսաշրջիկ։ Ամեն տարի որ գուքայի Հայաստան միշտ կփորձեի, որ իբր աշխատող, իբր Հայաստան տեղափոխվող երիտասարդի նպատակներս իրականացնեի։ Ուրեմն երբ ստացավ 2013-ին արդեն գիտեի ինչ տեսակի դժվարություններ պիտի տեսնեմ, ինչ տեսակի հեշտություններ եւ այլն, արդեն կամաց ուսման խնդիրներ ունեի, պետությունը Հայաստանի պետությունը ինձ աջակցեց, ընդունվեցա, կամաց փոքր դժվարությամբ աշխատանք կդա եւ արդեն 1.5 տարվա ընթացքի մեջ կարող եմ ասել, որ Հալեբի կյանքը ինչպես գապրեի, միջին տասնակարգի կարողացա նույնը այստեղ պահեմ։ Եվ այդ ես կսեմ, որ շատ մեծ
շահ է, ասենք իբր 26 տարեկան երիտասարդ ինձ համար մեծ, ասենք փորձառություն է, որ կարողացա նույն պայմանով ապրեմ եւ ավելի շատ բաներ հարստանամ, այսպեսի փոքր երկիր է։ Դժվարությունները, այսինքն շատ է, 5 տարվա ընթացքին կարող եմ ասել օրինակ մարդկանց բնավորությունը ինձ համար մի քիչ տարբեր էր, որովհետեւ մենք արաբական մթնոլորտի մեջ մեծած ենք, արաբները շատ կարած տեսնել, շատ կոպիտ են կամ շատ բարի են, կամ շատ հյուրասեր են, կամ շատ հագարակը, բայց որովհետեւ ես շատ հայոց պատմության մոտ էի, մասնավորապես հայոց պատմությունը վերջին 200 տարվա ընթացքին եւ այդ միությունները, որ ես կգնայի կամ մասնակցած էի մեջը, մեր մոտ այդ հոգին արտունցած է, որ պետք է մենք Հայաստանի հետ անուղղակիորեն կամ ուղղակիորեն կապ ունենանք։ Այդ բոլորը գիտնալով արդեն Հայաստան գալիս դժվարություններ ինձ համար սոսկալի դժվարություններ չէին, որ չէի կարող անցնել։ Ուղղակի պետք է հետը վարվես, կամաց գաչովես, այսինքն բան չունեի, պանիկի մեջ չմտա մեկ կողմով։ Ձեզ համար դժվար չէր Հայաստան գալը եւ Հայաստանում հաստատվելը։ Ձեր շրջապատի հայաստանցիների համար դժվար էր ձեզ ընդունել իրենց շրջապատի մեջ եւ համարել, որ դուք էլ իրենցից մեկն եք, հայ եք, այլ ոչ թե տարբեր եք իրենցից։ 2008-ին երբ որ եկա, 3 ամիս մնացի, շատ այսպեսի դեպքեր պատահեցա, որ մեզ կկարծեն մենք արաբացած հայեր ենք, ուղղակի կզարմանան, երբ որ ես հայերեն գրել գարտալ գիտեի եւ ասենք քրիստոնյա եմ եկեղեցի գնամ, իրենց համար մեծ զարմանք պատճառ է, որովհետեւ կգարծեն մենք արաբացած ենք, ուղղակի հայերեն խոսանք, բայց գրել գարտալ չգիտենք։ Բայց հիմա երբ որ ես իրենց ներկայացվեմ, ինձ անունը Սարգիս է, Սարգիս Ռուշտունի, իրենք արդեն կհասկանան, որ ասենք ուղղակի հայ եմ։ Բայց այդ դեպքերը հետս պատահեցավ, բայց հիմա արդեն որովհետեւ 1.5 տարիով այստեղ եմ, այսինքն ապրեմ համալսարան կհաջողեմ, աշխատանք, արդեն սկացի, որ չմնաց առաջվա պես։ Հիմա արդեն զարգաց, այսինքն ոչ է զարգացան, մարդիկ սկսան ավելի շփվելու միջին արևելք հայ քաղաքներու հետ եկողներու մանավանդ։ Շատ բարի, պարոն Զաքարյան, խնդրեմ, ամենաշատը ձեր գերատեսչությունն է, որ շփվում է մեր հայրենակիցների հետ, թե դրսում, թե ներսում, եւ ինչ խնդիրներ են, որ սփյուռքահայերը հիմնականում ներկայացնում են, եւ ինչպես եք դուք օգնում սփյուռքահայերին ինտեգրվելու մեր հասարակությանը եւ իրենց օտար չզգալու վերջին հաշվով հայրենիքում։ Իհարկե կան մի շարք ծրագրեր, որոնցով մենք աշխատում ենք սփյուռքահայերի հետ, բայց այս պահին ուշադրության կենտրոնում սիրահայերն են։ 2011-12-13 թվականներին նրանք տեղափոխվեցին Հայաստան, շուրջ 11000 սիրահայեր են այս պահին ապրում Հայաստանում եւ կարեւոր է որ նրանք այստեղ իրենց խորտ չզգան, զգան իրենց տանը, դա նշանակում է ունենան իրենց աշխատանքը, կացարան ունենան, գլխավերում ունենալ ծածկ։ Մեզ դիմել են շուրջ 1500 սիրահայեր աշխատանքի տեղավորման խնդրանքով եւ մոտ 1000-ին մենք ինքներս մյուս գերատեսչությունների համատեղ կարողացել ենք տեղավորել, բայց սիրահայերը ունեն մի շատ լավ հատկանիշ, աշխատասեր են եւ նրանցից յուրաքանչյուրը ով ընդունում էր աշխատանքի որևէ տեղ, իր ընկերոջը հարազատին նաեւ հրավիրում էր աշխատելու այդ փոքրիկ բիզնեսում կամ եթե որևէ գործատուի մոտ են, այսինքն շղթայական ռեակցիայի ձևով հնարավոր եղավ, որպեսզի նրանց մեծ մասը ունենան աշխատանք։ Այս պայմանությամբ կարող ենք ասել, որ սիրիայերը հիմնականում թեև հայացքը հառած է Հալեպին նորից, դա Սիրիային, որովհետև հույս ունեն, որ խաղաղություն կլինի եւ նրանց մի մասը այդուհանդերձ հնարավոր է վերադառնա, որովհետև այնտեղ թողել են տուն, տեղ, բիզնես, իրենց ունեցվածքը եւ այլն, բայց պարզ է մի բան, որ նրանց զգալի մասն էլ կմնա Հայաստանում։ Եվ մենք այսօր ունենք նաև ծրագիր նրանց կացարանով ապահովելու, խոսքը գնում է Նոր Հալեբ ծրագրի մասին, որը կյանքի է կոչվելու։ Խնդիրը իրականում կա թե չկա, պարոն Զաքարյան, ձեր դիտարկումների մեջ, որ մի փոքր տեղի հայերը այդքան էլ հանդուրժող չեն դրսից եկած հայերի նկատմամբ։ Նման խնդրով երբևէ ձեզ դիմել են սփյուռքահայերը, կամ սիրիահայեր լինեն, իրանահայեր լինեն, էական չէ, որ գիտեք, այ մեզ մի քիչ օտարի նման են վերաբերվում։ Գիտեք, ձեր ասածը շատ ավելի տիպական էր 1940-48 թվականներին հայրենադարձվածների նկատմամբ, երբ որ աղբար բառն էր օգտագործում նրանց նկատմամբ եւ երկար ժամանակ դա մնացել էր մեր հանրության։ Այսօր արդյոք կարծում եք։ Ես որտեվ լսում եմ դեռ ասում են աղբարների շենք, աղբարների թաղամաս, այդ սովետական միության ժամանակ ձևավորված կարծրատիպային արտահայտությունները կարծեք առ այսօր դեռ ես ես ասեմ, դա չի անցնում այն սահմանը, երբ որ հավաքվում են մի քանի հայ, որոնցից մեկը աբարանցի է, մեկը մարտնեցի, քյավառցի,
Սիսյանցի եւ այլն։ Այսինքն անպայման իրենք այդ տեղայնական տարբերությունները զգում են, երբեմն հումորի են վերածում, անեկդոտներ եւ այլն։ Այսինքն երբ որ ասում են այ իրենք դրսից են եկել սփյուռքահայեն, չկա այդ չարությունը, այդ բացասական բանը չկա։ Ընդհանրապես մենք կարող ենք այդ շարքի մեջ տեսնել, որ մեկը եկել է ենթադրենք նոյեմբերյանից, մյուսը եկել է Սիրիայից։ Չարություն այստեղ գոյություն չունի։ Ժամանակ է պետք, որպեսզի բոլորն էլ ինտեգրվեն, մանավանդ որ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ հատկապես Սիրիայից եկածները ցեղասպանության հետևանքով այն վերջին խելագները կարելի ասել, որոնք կենթանի մնացին, նրանց սերունդներն են եւ այդ հիշողությունը թարմ է շատերի մոտ, որովհետեւ շատերը Արևմտյան Հայաստանից տեղափոխվածների ժառանգներ են եւ ինչ որտեղ առավել յուրայինի զգացում են տածում սիրիահայերի նկատմամբ։ Շատ բարի, պարոն Միքայելյան, Ես հոգեբանական, այո, խնդրեմ։ Ուրեմն Մինչև այս հոգեբանության աղբար գալը։ բարի հետ կապված ես երբեք ժխտական չեմ ընդունել այս բառը։ Ընդհակառակը, օրինակ ես որ խոսում են աղբար, ես հբարդանում եմ մեր փույրերով, մեր գուխնիայով, մեր խոհանոցով, մեր նիստուգացով, մեր ապրելակերպով ու իմ երեխեքը ի զարմանս ճիշտ եմ ասում, որ այսօր մեր հայաթում, որտեղ ապրում ենք, իրանք աղբար լինելու խնդիր չունեն արդեն։ Ուրեմն սա պատկանում է անցյալին։ Ու հետո ինչ, որ ասենք մեկը Շուշիից է, մյուսը Բեյրութից է, մյուսը Հալեբից է, սա մեր մոզաիկն է, սա մեր հայրենիքն է։ Եթե մենք այդ մեծ հрьяաների նման մտածենք, որ մենք ունենք հայրենիք, ու այդպես պետք է մոդենանք, կարծում եմ, ու այդ ընտանիքի մեջ պիտի լինի եւ աղբարը եւ ոչ աղբարը եւ բարսկահայը եւ Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Հենց հարցը դրանում է։ Հիմա պարոն Միքայելյանին լսենք հոգեբանության տեսանկյունից, թե ինչու այդպես չէ։ Եվ վերջում ես լսել եմ խոսակցություններ, չգիտեմ դուք լսել եք թե ոչ, որ այս վերջին դեպքերից հետո մարդիկ բացեցին տաքսի դուռը, որպեսզի օգտվեն, տեսան, որ վարորդ սիրիահայ է եւ չնստեցին այդ մեքենան։ Վերջին դեպքը հիշում եք սիրիահայերի նկատմամբ վարպետները մեքենա նորոգող շատ դաժան ծեծի էին ենթարկվել, բայց կարծեք այդպես էլ ընթացք չտրվեց եւ նախարարը պարոն Զաքարյան հայտարարել էր, որ ձեր նախարարությունը հետեւողական է լինելուց հետո կուզեմ, որ դուք ասեք ինչ եղավ այդ պատմությունը։ Դպրոցում գիտեմ, որ կան աշակերտներ, որոնք եկել են Սիրիայից, Լիբանանից եւ այլն, եւ այդ տղայական, այսպես ասած, վեճերի ժամանակ երևանցի տղաները ասում են թող գնա քո երկիր, ինչու ես եկել մեր երկիր։ Խնդրեմ պարոն Միքայելյան, բացատրեք, խնդրեմ, սա ինչ հոգեբանության հետևանք է։ Մեր մոնոէթնիկության հետևանքն է սա, մեր միատարր լինելու հետևանքն է սա։ Ես սկսեմ նրանից, որ պարոն Զաքարյանը ճիշտ եմ զգանում։ Այո։ Պարոն Զաքարյանի լիովին համաձայն եմ, մենք չունենք չարություն։ Որպես էթնոս մենք հայերս չունենք չարություն որևէ այլ էթնոսի նկատմամբ, ել չեմ ասում սեփական։ Ավելին ասեմ ձեզ եւ դա իմ համոզմունքն է, մենք հայերս այն եզակի ազգերից ենք, որը չունենք քսենոֆոբիա, ընդհանրապես չունենք։ Մեր գենոֆոնդում չկա քսենոֆոբիա։ Ես ես պարզ մասնագիտական իմ կարծիքն եմ ասում, գուցե ինձ հետ չհամաձայնվեն, բայց իմ կարծիքը դա է։ Ինչ վերաբերում է ձեր նկարագրած դեպքերի, տաքսիստի եւ այլն, գիտեք, դա առանձին դեպքեր, որը կարող են լինեն տարբեր մշակույթներում, նույն Եվրոպայում, Ռուսաստանում, առավել եւս ամենտեղ կարող են լինել։ Ես ուզում եմ ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնեմ։ Մեր Սիրիայի, Պարսկաստանի, ուրիշ երկրների հայությունը։ Ես շփվել եմ շատ ջերմ կապեր ունեմ, օրինակ Ուկրաինայի հայության հետ։ Գիտեք, կարևորը ինչն է այստեղ։ Կարևորը այստեղ մշակութային գործոնն է։ Իրանք ապրում են մարգինալ վիճակում, այսինքն երկմշակութային։ Եվ կախված նրանից ինչ մշակույթի մեջ են նրանք ադապտացվում, օրինակ իսլամական մշակույթը, քրիստոնեական մշակույթը, դրա մեծ նշանակություն ունի։ Սիրիահայերը, պարսկահայերը, նրանք ապրում են իսլամական մշակույթում եւ այնտեղ իրենք բավականին համախմբված են եւ այնտեղ կենտրոնանում են կարծես թե էթնոսի գաղափարի շուրջ, ազգի գաղափար, այնտեղ կարծես թե ուրիշ երկրում մանավանդ իսլամական այս հայրենասիրության գաղափարը ավելի մեծ է, ավելի վեհ է։ Մենք որ նրանք որ գալիս են այստեղ, նրանք հանդիպում են ուրիշ աշխարհայացքի, ուրիշ միջավայրի։ Մեզ միացնում է ազգությունը, բայց մեզ տարբերում է մշակույթը։ Այստեղ ուրիշ մշակույթ է եւ շատ բնական է, որ իրանք հիմա ունեն որոշակի խնդիրներ, որտեղ սա մշակույթի ձուլման process է։ Այդ ուշ թե շուտ դա ձուլվելու է, ուշ թե շուտ այս մեր հայրենակիցները կձուլվեն մեր մշակույթի հետ։ Դա ուղղակի ադապտացիայի
փուլ է, որը մենք անվանում ենք որոնողական, որ իրենք պետք է գտնեն արդեն ընդհանուր ինչ-որ եզրեր եւ սկսեն ադապտացվել։ Այստեղ որևէ խնդիր, իրական խնդիր չկա։ Խնդիրը մշակութային խնդիրն է, ընդհանրապես։ Եվ մեծ նշանակությունը իսլամական միջավայրում են ապրում, քրիստոնեական, օրինակ ասեմ, շատ բարձ բա Վրաստանի հայերը շատ ավելի հեշտ են այստեղ ադապտացվում։ Ուկրաինայի հայերը շատ ավելի հեշտ են ադապտացվում, որտեղ դուրս են քրիստոնեական մշակույթից, քան իսլամական միջավայրի հայերը։ Եվ դա եւս մենք պետք է հաշվի առնենք։ Այստեղ ուղղակի մշակույթների մի թեթև բախում է, բայց ընդհանրապես ես չեմ կարծում, որ Հայաստանում լինի անհանդուրժողականություն, ոչ չեմ ասում հայի նկատմամբ, ընդհանրապես այլ ազգի նկատմամբ։ Մենք չունենք այդ բանը, ուղղակի չունենք եւ պետք է երևի թե դրանով հպարտանանք։ Գուցե ձեզ հետ համաձայն եմ, պարոն Միքայելյան, որ մենք ընդգծված քսենոֆոբիա այլ ազգերի, ավելիևս մեր ազգի նկատմամբ չունենք, բայց մենք նաև ունենք մեր տեսակից փոքրինչ տարբերվող տեսակին չհանդուրժելու ու չընդունելու խնդիր։ Դուք էլ տեսած կլինեք, ես էլ տեսել եմ։ Սրճարան, զբոսաշրջիկներ, որոնք մի քիչ տարօրինակ են հագնված, քան մենք, կամ ունեն մի քիչ տարօրինակ սանրված, քան մեզ համար ընդունելի է։ Եվ ես նկատել եմ, թե երիտասարդները կողքի սեղաններից ինչպես են մատնացույց անում այդ սեղանին նստած այդ զբոսաշրջիկին, անկախ նրա ազգությունից, եւ սկսում ծաղրել։ Գուցե սա քսենոֆոբիա չէ, բայց այդուամենայնիվ սա անհանդուրժողականության Ես ասեմ, ճիշտ եք դուք նկատում։ Նա գիտեք, շատ հետաքրքրն է, քսենոֆոբիա բառի առաջի արմատը նշանակում է ընկեր, ոչ թե թշնամի։ Հետագայում այս տերմինը դարձավ որպես այդպես թշնամական երանգներ ստացավ։ Իրականում դա ընկեր է նշանակում հունարենից թարգմանած քսենոֆոբիա վախ է նշանակում, իրացիոնալ վախ։ Դա ընդհանրապես դրա հիմքում ինչ է ընկած օտար ազգի էթնոսի, օտար սոցիալական խմբի, ոչ միայն էթնոսի, օտար աշխարհագրական դիրքում ինչ որտեղ ապրող նրանց նկատմամբ թշնամանք դրսևորելու ձգտումը, միտումը։ Դա եթե մենք խոսում ենք, դա մեզ չի վերաբերում այսօր, մենք խոսում ենք քսենոֆոբիայի մասին, նա երկու հիմնական տեսակներ ունի, եւ որը վերևից է ներշնչվում եւ տակից է սկսվում։ Վերևից եւ տակից 2002 թվականին Բուդապեշտում քսենոֆոբիայի վերաբերյալ մեծ գիտաժողով էր եւ այդ ժամանակ այդ հարցերը շատ լուրջ քննարկվում են եւ նաեւ այս թեմայի շուրջ ադապտացվելու։ Ինչ որ ենթադրենք, այդտեսեք ուշադրություն ենք դարձնում, սրճարանում նստած են ինչ-որ փորձում են ծաղրել, փորձում են ինչ-որ վիրավորել։ Խոսքը չի գնում այն մասին, որ մարդիկ, որոնք եկել են Սիրիայից, Պարսկաստանից, իրենք ինչ-որ մի բանով զիջում են։ Խոսքը գնում այն մասին, որ իրենք ինչ-որ բանով տարբերվում են։ Ընդհանրապես, այո, իհարկե։ Իսկ այն ինչ-որ մեզանից տարբերվում է, մենք պետք է ոչ թե պաշտպանվենք, դա մեր մտածելակերպը, մենք այսպեսին ենք, իսկ նա ուրիշ է։ Սովորաբար այդ ուրիշի գաղափարը օտարի գաղափար չպետք է լինի։ Քսենոֆոբիայի մեջ ուրիշը դառնում է օտար։ Այ խնդիրը սա է։ Իսկ նա օտար չէ, նրանք մենք են, նրանք ուրիշ չեն, նրանք հայ են։ Ուղղակի ճակատագրի բերումով իրանք ուղղակի ապրել են ուրիշ մշակույթում, իրանք նույն հայերն են։ Եվ ես չեմ կարծում, որ իրանք ինչ որ մի բանով մեզանից մենք իրանցից ինչ որ բանով առավել ենք։ Հիմա այս հայերը, պարոն Միքայելյան, եկել են Հայաստան եւ պիտի ապրեն մեր կողքին, մեր մշակույթի մեջ։ Հիմա իրենք պիտի փոխվեն, թե մենք պիտի փոխվենք։ Վերջին հաշվով մեկն ու մեկս պիտի փոխվենք։ Երկուսն մենք կամ պիտի փոխվենք մեր մտածողության մեջ եւ հասկանանք, որ նրանք հայ են, հետո ինչ մի փոքր այլ հայերենով են խոսում, կամ այլ մշակույթ են կրում, կամ խոհանոցն էլ մի քիչ տարբեր է, կամ իրենք պիտի մոռանան այդ ամեն ինչ, ասեն մենք դառնում ենք այսպեսին, որպեսզի մեզ մատով ցույց չտան սրճարանում։ Հիմա ինչ անենք։ Մենք պետք է փոխվենք եւ իրանք պետք է փոխվեն։ Չէ՞ որ մենք իրանց խոհանոցը լավ էլ վերցնում ենք։ Շատ լավ վերջում եք երես։ Եվ մենք պետք է իրանց ընդունենք, եւ նրանք պետք է մեզ ընդունեն։ Դա կստացվի այդպեսի ինչ-որ միջի։ Դա այդպեսի մի բան կլինի, մարգինալ այդպեսի վիճակ կլինի, որ ուշ թե շուտ ազգային մտածելակերպը սկսում է գերիշխել։ Ուշ թե շուտ այդ ամեն ինչը անցնում է տարածքային եւ գալիս է ինչ է, գալիս է ազգային պատկանելության գաղափարը։ Եվ այստեղ արդեն մենք բոլորս իրար ընդունում ենք։ Այստեղ մենք պետք է լինենք հрьяաների նման արդեն, ինչպես պարոն Արյանն նշեց։ Ոնց եմ նշել, ասեք։ Պետք է միջին համեմատություն անենք, ասենք վերջին 10-15 տարիների ժամանակի կտրվածքով, տեսեք մինչև քանի տարի առաջ Երևանում քայլելիս, ընդհանրապես Հայաստանում, տղամարդկանց կամ երիտասարդ տղաներին միայն կհանդիպեինք սև շորերով ու ինչպես իրանք ասեին սերոք սարած մազերով, բայց այսօր եթե նախապես 90%-ով էր դա, այսօր այդպես չի, կարելի է ասել 80%-ը արդեն փոխվել է, բավականին մեծ փոփոխություն կա, ուրեմն
Նաև պիտի մենք գնահատենք եւ արժևորենք այդ ընթացքը, որ մենք շարժվում ենք դեպի լավը։ Ու նաև փոխզիջման մասին է խոսքը, երկու կողմ պիտի լինի, իսկ այնինչ հիմա կուզեմ ասեմ, գուցե մի քիչ այսպես կոչի նման հնչա եւ թողնենք հենց այդպես էլ լինի։ Կոչս բոլոր սփյուռքահայ քույրերին եւ եղբայրներին, աղբայրներին, իրանահայերին, որ այստեղ կոչվում են պարսկահայ, կամ մեկ ասում են պարսիկ, տեսեք, մենք մեզանից ոչ մեկը խոսքը հենց մեզ է ուղղված։ Դրախտում չենք ապրել, դրախտից չենք եկել Հայաստան։ Արաբական երկրներում ենք եղել, մուսուլմանական երկրներում ենք եղել, միտեղ որ մենք միշտ եղել ենք զգոն։ Այո։ Երբեք չենք թողել մեկը մեզի ասի, այսինքն ինչ-որ մի բան մեզի պարտադրի։ Բա ինչի ենք գալի Հայաստան ու մեզ թվում է ամեն ինչ էստեղ դրախտային է եւ մեր զգոնությունը կորցնում ենք։ Այն շատ քչերն են, որ երբ ուզում են ճամփորդեն, չեն հետաքրքրվում, որ օթակարանից մինչև ասենք հյուրանոց կամ որտեղ որ պիտի գնան, տաքսի գինը ինչքան է։ Հաճախ մարդիկ հետաքրքրվում են, որ հանկարծ կոպիտ ասած իրանց չգցեն։ Բա ինչ եղավ, Հայաստան գալիս ենք, չենք հետաքրքրվում, 1000 դրամի փոխարեն վճարում ենք 10000 դրամ, պատահում է օթակարանից մինչև կենտրոն վճարում ենք 25000 դրամ ու հետո բողոքում ենք։ Մեղքը մերն է ինչ որ չափով նաև։ Տեղեկացված չենք հետաքրքրվում ու չկա սփյուռքահայ, ով չունենա ծանոթ ընկեր հարազատ Հայաստանում հետաքրքրվենք, այսինքն դուք նկատում եք, որ այստեղ կա նաև չարթարացված վստահություն։ Կա։ Չէ, կա չարթարացված չափից ավել վստահություն, այո։ Եվ կա նաև այն հանգամանքը, որ ոնց որ մենք սփյուռքահայերս սիրում ենք նաև զոհի տեղ, ասենք դերի մեջ մտնենք։ Ինչի համար ենք մտնում զոհի դերի մեջ։ Եթե մեզ ծաղրում են, կամ չի պիտի ինչ-որ բանի տեղ դնես, կամ եթե ասելիք ունես, ասելիքը տասը, պետք չի ընկճվել, վերադառնալ ու սկսել Բարտվել։ Հա, ասինքն կոչս այն է, որ զոհի դերում չհայտնվենք, պետք չի, իսկապես պետք չի։ Մենք ենք շատ ժամանակ մենք ենք առիթ տալիս։ Ձեր վերջնական որոշումը հայրենիքում հաստատվելն է։ Այո։ Այսինքն դուք շատ խնդիրներ արդեն հաղթահարել եք եւ Բարեբախտաբար կարող եմ ասեմ այո։ Շատ բարի, պարոն Մարաշլյան, մարդկանց տեղեկացնում եք դրա մասին, որպես ինչպես Նժդեհը նշեց, որպես ընկեր, որպես, չգիտեմ, շատ են գցել բառը լավներ, ուղղակի դրա գրական տարբերակը չեմ ուզում, որովհետեւ չի արտահայտեն միտք, ինչ որ ուզում եմ ասել։ Դե իսկապես ես էլ եմ լսել իմ սփյուռքահայ ծանոթ բարեկամներից, ովքեր գալիս են Հայաստան, տարբեր երկրներից, շուկայից սկսած մինչև տաքսի միշտ դժգոհ են։ Ես ինքս Մոսկվայից եմ տեղափոխվել եւ երկար տարիներ այնտեղ եմ ապրել, որոշ չափով ես եմ հայնադարձ։ Չնայած շատ ավելի պատրաստված եմ, շատ ավելի բաներից տեղյակ եմ եւ իհարկե մենք ունենք հայնադարձների ցանց, մոտ 600 հայնադարձ, այդ ցանցի անդամներ են, տարբեր երկրներից եկած եւ ուզում եմ մի բան նշել։ Գիտեք, Հայաստանում շատ սխալ պատկերացում կա հայնադարձի վերաբերյալ։ Դա այ խնդիրներից մեկն է։ Առաջինը այն է, որ օրինակ բացասական ինֆորմացիան շատ է եւ յուրաքանչյուր մարդ, որ ասում է, որ ուզում եմ տեղափոխվել, նախ առնչվում է հսկայական դիմադրության հետ Սփյուռքում, որ իրեն փորձում են համոզել, որ երբեք չմտածես, դա շատ սխալ է, երբեք այդ քայլը չանես։ Եվ այդ դրանից հետո հասնելով Հայաստան ընկնում են նույն խնդրի առաջ, որտեղ տաքսիստները, բարեկամները, տեղացիների մեծ մասը, որի մի մասը իրոք երազում են ենթադրենք երկրից լքել, չեն հասկանում, թե մարդը ինչու է վերադառնում եւ ասում է կարող է դու պարտքեր ուներ, կարող է դու ինչ որ խնդիրներ ուներ, դրա համար ես եկել։ Դա շատ լուրջ խնդրեմ է։ Եվ դրա համար, որպեսզի մարդը ավելի ճիշտ հասկանա խնդիրները, ռիսկերը եւ հնարավորությունները, մենք հայնադարձին կապում ենք պոտենցիալ հայնադարձին կապում ենք ինչ-որ մեկի հետ, որ արդեն տեղափոխվել է եւ այդ ամենը հաղթարել է։ Էլի հայրենադարձ։ Էլի հայնադարձ։ Բայց տեսեք, տեղի հայերից մարդիկ չկան, ովքեր պատրաստական են եւ ասում են, գիտեք, թող գա այդ հայրենադարձը, ես պատրաստ եմ իմ փորձը իրեն այստեղ ներփություն կա, որովհետեւ մենք չենք փորձում գաղութներ ձևորել Հայաստանում, բայց հիմնականում մարդուն շատ ավելի համոզիչ է, երբ որ իրան ներկայացնում ես այլ մարդուն, որ նույն քաղաքից է, նույն մասնագիտություն ունի, եկել է եւ ինտեգրվել է, որովհետեւ մեր հիմնական նպատակը այն է, որ բոլոր հայրենադարձները դառնան հայաստանցի։ Վերջում մենք բոլորս հայաստանցի ենք դառնում։ Մենք Հայաստանի բնակիչներ ենք, կարևոր չէ, մենք Հայաստանի քաղաքացի ենք, թե չէ։ Հիմա երկու ծառայություններ ձեզ ուղղակի ներկայացնեմ, որ ավելի པարզ լինի։ Սիրահեր կան, որ մենք օգնել ենք գործ սկսել եւ հետո արդեն քարոզչական մասով ենք օգնում, որ մարդիկ իմանան։ Ինքը գալիս է ձեզ մոտ, ասում է գործ է բացել, ենթադրենք Լամաջանոս Իվանն, ասում է ով գիտի քո գործի մասին, ասում է դա Սիրահերին պատմել եմ։ Ու абսուրդ վիճակ է ստացվում։ Մի միլիոնանոց քաղաքում 5000 կամ 10000 սիրահայ գիտեն այդ գործի մասին։ Մենք ասում ենք, բայց ինչու դու չես փորձում այդպես անել, որ հայաստանցիներն էլ իմանան, չէ՞ որ ի վերջո իրենք են քո հաճախորդը, իրենք պետք է դառնան քո հաճախորդը առաջերտին։ Եվ այդ գաղութային մտածելակերպը իր խանգարում է, որ ինքը այդ քայլ անի։ Եվ հակառակը, տեղացիները կան, տեղացի բնակիչները, որ չեն հասկանում, որ ինչքան տարբեր
տեսակի մարդիկ տարբեր փորձառություններով գան Հայաստան, այդքան իրանց համար շատ ավելի լավ է։ Մի մասը կարող է մտածել, գիտեք, այս մարդը գալիս է, ոնց որ կրթված է եւ այլն, կարող է իմ աշխատանքային տեղը վերցնի։ Դա շատ սխալ մտածելակերպ է, որովհետեւ հիմնականում հայրենադարձները գալով Հայաստան նորամտություններ են բերում իրենց հետ։ Նոր բան են բացում, նոր գաղափար են, նոր աշխատանքային ոճ են մտցնում եւ այլն։ Եվ մենք շատ ոլորտներում մենք ունենք այդ փորձը։ 40-ականների հետ հայրենադարձության ժամանակ որքան նոր մշակույթ եկավ Հայաստան, որ այսօր մենք համարում ենք, որ մերն է, բայց իրականում հենց հայրենադարձության արդյունքը է այդ ամեն ինչը։ Առաջին խնդրանքս կլինի տեղի բնակչության մի համոզեք մարդկանց, որ լքեն։ Մի փորձեք իրենց համոզել, որ նրանք սխալվել են։ Ամեն մարդ ի վերջո ինքն է տերը իր կյանքի եւ չեմ մտածում, որ բոլորը զուտ ռոմանտիկ պատկերացումների պատճառով են տեղափոխվել, որովհետեւ բազմաթիվ առավելություններ կան ստեղ ապրելու, Հայաստանում, հայրենիքում ապրելու հետ կապված։ Փորձեք հասկանալ եւ հակառակը խրախուսել մարդկանց, որպեսզի իրենք գան։ Կամ որ մտածեն դրա մասին, որովհետեւ այդ բացասական ֆոնը հսկայական բացասական դեր է խաղում, ինչպես էստեղ, այդպես էլ Սփյուռքում։ Այդ սերիալները, որ մարդիկ դիտում են դրսում, ասենք 80-90% ինֆորմացիան, որ այստեղից գնում է դեպի դուրս, ինքը դեստրուկտիվ բնույթ է կրում եւ ոչ մի ձեւով չի նպաստում նրան, որ մարդիկ վերադառնան եւ օգնեն այս պետությունը կայացնել։ Եվ ամենահետաքրքիր բանը գիտեք որն է, որ նույնիսկ 1 կամ 2 տարի առաջ Հայաստանից գնացած մարդիկ այսօր երբեմն այնպիսի հարցեր են տալիս Հայաստանի մասին, որ ճիշտ է, որ ձեզ մոտ սեն, քեզ մոտ տպավորություն է, որ մարդիկ առնվազն մի 40 տարի առաջ են Հայաստանից գնացել, որտեղ բացարձակ իրականությունից կտրված եւ իրականության հետ կապ չունեցող ինֆորմացիայի արտահոսք ունենք մենք։ Գիտեք, այստեղ մենակ խնդիրը նրանում չի, որ իրանք չգիտեն։ Պրոբլեմը ինչու՞մն է, երբ որ մարդը գնում է մի ակնկալիքներով այլ երկիր, որ հեսա արագ կկայանա, գումար կաշխատի, ամեն բոլոր խնդիրները կլուծեն եւ այսօր իրականությունը հետեւյալն է, որ եւ Եվրոպայում, եւ Ամերիկայում, եւ Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում խնդիրներ կան, շատ դժվար է կայանալ, դժվար է ճիշտ գործ գտնել, դժվար է ձեր տեղը գտնել այնտեղի հասարակության մեջ։ Եվ արդարացնելու համար պետք է քեզ համոզես, որ հայրենիքում այնքան վատ է, որ այս վատ վիճակն ավելի լավ է, պետք է համոզել ուրիշներին, որ այստեղ անհնարին է, որ այդ քայլին, որ ինչ որ արել էր, ալտերնատիվա չուներ։ Շատ բարի։ Պարոն Զաքարյան, բիզնեսի մասին խոսեց պարոն Մարաշլյանը, երբեմն նաև լսում ենք, որ մեր սփյուռքահայ բարեկամները խնդիր ունեն այստեղ բիզնես կայացնելու։ Սկսած եւ հարկային մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքից եւ ընդհանրապես ծանոթ չլինելով օրենսդրական դաշտին։ Կա այսպիսի խնդիր, թե չկա եւ ինչպես է փորձում Սփյուռքի նախարարությունը այս իմաստով աջակցել։ Խնդիր կա, խնդիրը կայանում է նրանում, որ ինչպես մի գործարար Սփյուռքահայ գործարար հայտարարեց մի հավաքի ժամանակ գործարարները ասաց, որ նրանք ովքեր տրտնջում են Հայաստանից, կարող եմ ասել, որ նրանք հայաստանյան օրենսդրությունը լավ չեն ուսումնասիրել։ Այսինքն եթե գործ են դնում, պետք է առաջինը իրավախորհրդատուի հետ, աուդիտորի հետ, պետք է օրենսդրական դաշտը լավ ուսումնասիրեն։ Իհարկե մենք սիրահայերի համար կազմակերպում ենք նման դասընթացներ եւ շուրջ 50 սիրահայ ստացել են փոքր բիզնես դնելու համար վարկեր են ստացել, բայց ասեմ ձեզ հետեւյալը, որ նժդեհի միտքն եմ ուզում շարունակել, երբեմն սփյուռքահայերը կամ կոնկրետ դեպքում սիրահայերը իրենց զոհի կեցվածքի մեջ են տեսնում եւ հաճախ մտածում, որ իրենց պիտի կարեկցեն, պիտի անպայման իրենց համար արտոնյալ ինչ-որ մի բան անեն։ Ես շատ ցավում եմ նման դեպքերի համար, ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը որպես կանոն կանգնում է սփյուռքահայերի կողքին, բայց եղել են դեպքեր եւ ես կարող եմ ասել դրանք 50-50 են, որ նրանք հաճախ իրենք այն երկրում որտեղ ապրել են, այնտեղ չէին փորձի օրենքը խախտել, բայց այստեղ երևի ինչ որ նախկին տրադիցիաներն են հաշվի առում, չգիտեմ ինչ, համենայնդեպս հույս ունեմ, որ կարող են հարկերից խուսափել կամ եթե վարկ են վերցրել, կարելի է ուշացնել։ Երեք ինձ մոտ եկել է սիրահայ, որին օգնել ենք, որ վարկ վերցնի, եւ նա ասում է, որ 20 օր ուշացրել եմ բանկից։ Հիմա ինձ ասում են, գիտեք, այլևս չենք կարող անել, կազմակերպությունը մեզ խոչընդոտում է, դատի է տալիս եւ այլ եւ այլն։ Տարօրինակը իր զարմանալն է։ Իսկ ինչու պիտի բանկը նման ուրեմն պահանջ չդնի, չէ՞ որ դու պարտավորություն ես վերցրել։ Ես ուզում նաեւ անդրադառնալ հետեւյալին, որ քիչ առաջ դուք ասացիք, լինում են դեպքեր, որոնք հանրության մեջ ճիշտ չեն ներկայացվում, մանրամասն չեն ներկայացվում եւ այստեղ ԶԼՄ-ները իրենց մեծ աշխատանք ունեն անելու։ Խոսքը գնում է այն դեպքի մասին, որ երբ տեղ ունեցավ այդ ընդհանուր տեղ ունեցավ ավտոպարեստամասեր մեկը պետք է ձեռք բերեր, հետո գնի վրա չէին հաշտվել, եղել էր եւ որոշել էին ծեծել էին լավ։
Հիմա առաջին ալիքը լրատվական գնաց որ գիտեք սիրահայերն այսօր ծեծել։ Երկրորդը խեր սիրահայեր, ուրեմն պատերազմից մի կեր մազապուրծեն եկել հասել են Հայաստան, բռնել են ու ծեծել են։ Այստեղ ուրեմն տեղի բարքերը ինչքան վատն են, տեղացիները ինչքան վատ են վերաբերում։ Հետո որ խորանում ես տեսնում ես որ այդ սիրահայերը մի քանի տարի առաջ 2005 թվականին են եկել, պատերազմի հետ կապ չունեն, նրանք արդեն հայաստանցիներ են ըստ էության։ Կռիվն էլ կարող է լինել ոչ միայն սիրահայի ու տեղացու մեջ, կարող են մյուս տեղացիների մեջ լինել, բայց կարծես թե այդ դեպքերը մնում են ուշադրությունից դուրս, բայց քանի որ սիրահայ է եւ այլն։ Խոսքը գնում է Բրուտյան Արմենակի ընտանիքի մասին, ես պիտի ասեմ, որ նա շատ ողջախոհ մարդ է եւ Սփյուռքի նախարար հայտարարել է մենք եղել ենք հետևողական ոստիկանություն ենք զանգել, հետևել ենք այս գործի ընթացքին, հիվանդանոց եւ այլն, բայց ինքը գերադասել է որ երեխայի առողջությունը վերականգնեն եւ այլն եւ իմանալով ես 10 օրը մեկ զանգում եմ իրենց հարցնում ինչ խնդիր ունեք կարող եք զանգել։ Այսինքն նրանք եկել են համաձայնության նկատի ունեն։ Նրանք ըստ էության գալիս են, հիմա չարժի որ մենք բորբոքենք, ասեն գիտեք ինչ, թող անպայման տանեն այս երիտասարդն էլ նստի բանտում գնա ճակատագիրը խորտակի, եթե առողջությունը վերականգնեն, բայց հանրությունը սրանից պետք է դասեր քաղի։ Մենք բոլորս, որ չի կարելի ամեն փոքրիկ բանի համար կռվել, գնալ մի քանի հովուկու հավաքել, գալ եւ այլն։ Պարզապես ինչու արձագանք գտա, պարոն Զաքարյան։ Խնդիրը հետեւյալն է, որ այսօր կարծում եմ դուք ինձանից լավ գիտեք, որ հայրենադարձությունը ի վերջո թիվ 1 խնդիր է մեզ համար։ Հաշվի առնելով նաեւ, որ ունենք արտագաղթի մեծ տոկոս, ցանկացած մեկ վերադարձած հայ շատ թանկ է եւ գնահատելի իրականում, հավանաբար նաեւ լրատվամիջոցների ուշադրությունը դրա համար է ավելի շատ կենտրոնացել այս դեպքի վրա, որտեղ սա կարող է վախեցնել բոլոր այն սիրիահայերին կամ մյուս սփյուռքահայերին, ովքեր որոշեն, որ պիտի գան եւ հաստատվեն հայրենիքում։ Չկա այդ վտանգը։ Ես կարծում եմ, որ ամենաթանկ բանը ճշմարտությունն է։ Փոքրիկ շեղում ճշմարտությունից կամ ճշմարտանման տեղեկությունը կարող շատ ավելի մեծ վնաս հասցնել, որովհետեւ ովքեր գալիս են Հայաստան, նրանք մի անգամից չեն գալիս, էլի։ Նրանք նախորդ ուսումնասիրում են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, ուսումնասիրում են դաշտը, գալիս են եւ մենք չպետք է վախենանք դրանից։ Սփյուռքի նախարարությունը օգնում է նրանց խորհրդատվություններով եւ այլն, բայց ասեմ որ արդեն փաստը ցույց է տվել, որ Հայաստանը ունի համապատասխան դաշտ, որպեսզի խոշոր գործարարներ գան այստեղ, կարող եմ թվել Հովնանյան եղբայրների, բիզնեսը, Էռնեկյանների, Գաֆեսչյանների, մի խոսքով, միտումներ առհասարակ հայրենադարձության ինչպես է գնահատում դուք։ Միտումները տրամադրվածություն կա մարդկանց մոտ գալու հայրենիքում հաստատվելու թե ոչ։ Մենք պետք է առանձնացնենք կամավոր հայրենադարձությունը, սա շատ կարևոր է, որ այ քիչ առաջ խոսեցին, այսպես պարտադիր պետք չէ, պարոն Զաքարյան, պարտադիր բաղադրիչի նկատմամբ հիմա այսպես բայց ասեմ ձեզ հետեւյալը, ես իզուր չօգտագործեցի այդ բառը, երբեմն կարող է այդպիսի բան լինել, այսինքն իրաք հայերերը որ գալիս են Հայաստան, նրանք պարտադրված եկան, սիրահայերը որ եկան, պարտադրված եկան, այսինքն բոլորը չէ որ կամավոր վերկացան եկան, իրանք տեսեք 16000 սիրահայ է գտնվում Լիբանանում, 11000-ը Հայաստանում, 10000-ից ավելին Հորդանանում, մյուս երկրներում։ Այսինքն այնպես չի որ բոլորը Հայաստան են եկել։ Մի մասը ընտրել են, այնտեղ ստիպողաբար դուրս են եկել, բայց ընտրել են Հայաստանը, մի մասը Լիբանանը եւ այլն։ Այսինքն այսպիսի պարագաներ մենք պետք է պատրաստ լինենք նրանց ընդունելու։ Իսկ կամավոր հայրենադարձության մասին խոսելիս, այո, կան մարդիկ, որոնք դրսում կայացել են եւ իրենց սերունդը ուզում են իրենք վերադառնալ իրենց թեկուզ ծերությունը Հայաստանում անցկացնելու, նրանց մեջ այդ արմատը խոսել է եւ նրանք այսօր ուզում են վերադառնալ Հայաստան։ Ես փոքր հավելում։ Խնդրեմ, ուրեմն չգիտեմ ինչ պատահեցավ լինելով հրաբարագախոսության մեջ 1990-ից էսկոմ այն վաղ Սփյուռքում բոլոր, ասենք, հրաբարագախոսները, լրագրողները խոսում էին գնալ թեպի երկիր եւ այլն, այսօր ոչ ոք այդ մասին չի խոսում։ Պատկերացրեք Սփյուռքի հրաբարագախոսների մասին է խոսում։ Այո, խոսում են ժողովրդական աղետը Հայաստանում, Հայաստանից գնում են, փախնում են, բայց փոխարենը ոչ մի բան։ Պատկերացրեք Վարդան Մարաշլյան մենակը գնաց Բեյրութ, որովհետեւ այնտեղ հիմա ինքը ուզում եմ նաեւ այդ մասին խոսի, որովհետեւ Հայաստանի լավ կողմերի մասին խոսի ու փորձի քետ մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ մտածեն ոչ թե Լոս Անջելես գնալ, այլ գնալ Երևան։
Այսօր Սփյուռքում ես շատ ավելի ուժեղ կարամ քննադատեմ, բայց չեմ ուզում այդ մեղքի մեջ մտնեմ հենց հիմա, բայց Սփյուռքի հրաբարագախոսներից սկսած այսօր ոչ ոք չի քաչալերում Հայաստան գնալը։ Լավ գրում են ամեն օր, այսինչ քաղաքացիական շարժումը, այսինչ ակցիան, այսինչ ցույցը մեծ մանշետներով տալիս են, բայց ոչ ոք չի ասում, որ Հայաստանում նաև թրագան դեղաշարժ կա։ Դա նաև Սփյուռքից է եւ ես այդտեղ կարծում եմ որ Սփյուռքի մարմինները նաև իրանք վախենում են այդ գաղութները գործնել ինչ շահերով առանց մտածելու որ նույնիսկ 100 տարի հետո կամ 50 կամ 20 տարի հետո այդ գաղութները չեն լինելու Այսպես թե այնպես ոնց որ Հալեբը վաղը Հալեբ չի լինելու Հենց երեք ես մի հատ YouTube-ով նյութ էր բդդվում, ես շատ եմ ցավում Հալեբի հանդեպ, սխալ չհասկանաք ինձ։ Ու գրել եմ այդ մասին ու գրելու եմ, բայց Հալեբը չի լինելու վաղը այն ինչ որ կար 5 տարի առաջ։ Սա ճշմարտությունը։ Եթե մենք ուզում ենք մեր հայրենիքը շենացնենք, սա ոսկի պահ է, ես տենց եմ կարծում։ Սարգիս, խնդրում եմ ասեք, դուք իրոք այսօր կան սիրիահայեր, որոնք ասում են, որ շատ դժվար է, որ իրենք շատ դժվար կացության մեջ են, շատ վատ են ապրում Հայաստանում եւ այլն։ Հիմա դուք ունեք հրաշալի օրինակ, եկել եք երիտասարդ եք, ուսում եք առել, աշխատանք ունեք եւ այլն։ Ինչպես ստացվեց, որ ձեզ մոտ ստացվեց, իսկ մյուսների մոտ չի ստացվել։ Ես չեմ ուզել պատասխանել, մի հատ հարց կուզեմ տամ։ Նույն անձը Սիրիայում ինքը ինչ կաներ։ Մի հատ լուրջ հարց կա։ Մեր հայը Հալեբի մեջ հայկական թաղամասից դուրս եկած է հետ։ Արաբ անձի հետ շփված է, պատասխանը 90%-ը ոչ։ Որտեվ ես բախտավոր լինեմ որ հայ եմ, նույն ժամանակ ես Սիրիա արևելյան կողմեն եկած եմ, եւ միշտ ճամփորդելու մեջ էի, ասենք Հալեբից մինչեւ Հասակե դերեզոր Քամիշլի քաղաքները, այդ արաբներու հետ շփվել ես ունեցել եմ, ասորի մարդկանց հետ, դարբեր նույնիսկ տուրիստների հետ։ Իմ մեջ էս հարստությունը ինձ հբարտություն դարձած որ ես իբր հայ մնամ, ես իմ անձից վրան աշխատեմ, որ Հայաստանը լի հասկանամ։ Որտեվ ես գիտեմ վերջը պետք է Հայաստան երթամ, այնտեղ զարգանամ, հետո փախտ եղավ, որ Սիրիա դառնամ, կոնե ուժեղ դառնամ եւ նոր հայ սերունդին բամը փոխանցեմ, եթե այնտեղ սերունդ մնաց այշուշտ։ Իմ սադս որ այդ հայ երդասարտը, որ ինքը եկած է Հայաստան, որտեղ ինքը նախ բարդատիր եկած է, որտեղ ինքը միտք ունի 20%, ասենքն 20%-ը Հայաստան մնացածը ուզում են տերմինալ կորցածեն, տրանզիտ կորցածեն, որ Եվրոպա գնան։ Իրենք ուղղակի գկարծեն Հայաստան Շվեդիայի պես է։ Ուղղակի իրենք նստեն գխոսեն, իրենք ճիշտ ասած, ես իմ ծանոթներս գիտեմ, բան չեմ փորձած, որ իրենց իրականությունը լավացնեն։ Շատ օրինակներ կան, բայց անշուշտ չեմ ուզել իրենց մասին խոսեմ, բայց մեկ բան կսեմ, որ դուք եթե նույն բանը Սիրիայում կնեիք եւ նույնը Հայաստանում կնեք, դուք ուրեմն շատ լավ եք։ Բայց եթե նույն բանը Սիրիայի մեջ կնեն եւ այստեղ չեն ուզեր ընել, որտեղ այստեղ չեմ ներ ամոթ է, որտեղ այստեղ պետք է պետությունը մեզի ամսավար ստա եւ այլն, դերի ապուշություն է ինձ համար։ Ես ամեն կողմ պետք է ամեն ինչ մեկ կողմ տնես, հասկանաս դու ինչ ես, ուր ես, ինչ կուզես, վերջավորության դեղ կհասնես։ Որտեղ ես 5 տարվա ծրագիր էր միտքինս, աշխատեցա վրան, որ կոնե ճիշտ ստացվի եւ ամեն ինչի ասենք անկախ ճիշտ ստացվեց, ես հիմա շատ գոհ եմ այսինքն։ Բայց հիմա ուրիշ իրականության թեմ եղավ, որ աշխատանքս ինչքան որ ասենքն լավացավ, աշխատանքս ինձ կարիք ունի ոչ Հայաստանի մեջ ուրիշ երկիր, ասենքն միջին արևելք ինձ պիտի ուղարկի։ Ինձ համար ափսոս է որ Հայաստանից պիտի հեռանամ, բայց որովհետև ես գիտեմ իմ աշխատանքս միան Հայաստանը կարող եմ զարգացնել կամ Հայաստանի ասենքն սերվիս անեմ, ինձ համար մի կողմը հվարտություն է, բայց այս գեդը որ ես ունեմ ուրիշ Սիրիահայ եկողներու մեջ շատ դժվար կգտնեմ։ Իրենք ուղղակի եկած են, ուղղակի քինեդներն դուրս չեն կար, մեծամասնությունը միշտ ուզում են ավելի հանգիստ կյանք ապրեն, իրենց իրականությունը մոռանան ու քիչ տոկոս ուզում են ինչ որ լինի աշխատեն։ Ուրիշ ինգերներ ունեմ, որ իրենք ասենք Հալեբի մեջ ուսանողներ էին, ստիպվեցան Հայաստան եկան, եւ հիմա հանգիստ աշխատում են։ Ասեն դուր է խնդիրը։ Ճիշտ է քիչ կստանան, ճիշտ է ասենք գներեք մատուցողի աշխատին, բայց վերջավորության իրենց ծնողներն որ այնտեղ են փող չեն ուզեր։ Այսքան ամեն դեպքում հնարավորություններ կան։ Հնարավորություն կա։ Եվ սիրիահայերն էլ կամ սփյուռքահայերն իրենք էլ պիտի փորձեն իրենց համար այդ հնարավորությունները բացեն, որպեսզի ինտեգրվեն։ Սակայն սա շատ ճիշտ է, որտեղ մենք սփյուռքի մեջ մեզ համար Հայաստանը մի ռոմանտիկ երկիր է, վարտակուն շենքերով, նարնջակուն շենքերով, մեզի մեկը չէ պատմած սովետի ժամանակ Հայաստանը ինչ դժվարություններ անցել է։ Մեկը մեզի չէ ասած, որ ասենք 60 թվականը մինչև 80 թվական Հայաստանը ինչքան էկոնոմիկ կրիզիսի մեջ ասենք ապրած մարդիկ կան։ Մեզի չեն պատմած։ Մեզ միան գսեն բակաճ
Սպարտանը, մեծ ընդիկրանը եւ այլն կլասիկ Այսինքն նորագույն պատմությունը Հայաստանի ձեզ չեն պատմում։ Միայն պատմում են դասական պատմություն։ Խնդրում եմ ամփոփեք ճանապարհը ցույց տվեք, որտեղ ավարտում ենք արդեն հաղորդումը։ Ինչպես անենք, որպեսզի Հայաստանը իսկապես բոլոր իմաստներով լինի հայրենիք բոլոր հայերի համար, անկախ նրանից թե որտեղ են ծնվել կամ արևմտահայերենով են խոսում, թե արևելահայերենով։ Սուրիո բնակչությունը նախքան պատերազմը 23 միլիոնի չափ էր։ Ունի մոտ 10-15 միլիոն դուրս ապրած սիրիացիներ Վենեսուելայում, Արգենտինայում, Ամերիկա եւ այլն։ Շատ, ասենք 0.1% իրենք կփապակեն Սիրիա վերադառնան։ Բայց հիմա դες սպիրկի մեջ ինչքան ուզեն Հայաստան վերադառնան եւ ինչքան վերադարձրեն։ Իսկ միան ասի գրնամ ասել։ Ու արա գնամ ավելցնեմ, որ նախ դու գիտիր ինչ ես, ով ես, Հայաստանը երկրորդ ես, սերտ է, հետո փոխադրվիր։ Կամավոր ցևով ստիված մի կար։ Շատ բարի։ Նժդե, խնդրեմ, ճանապարհը ասեք որն է։ Տեսեք, ամբողջ մարդկությունը հիմա մի քիչ կոպիտ ասած ԶԼՄ-ների ձեռքը կրակն ենք է։ Այսինքն մենք լուրջ կանգնած ենք, Մենք էլ ենք երբեմն մեր ձեռքը կրակն։ Մենք առավել եւս մենք հայերս, որ ամեն ինչ այսպես շատ ավելի exaggerate արած ենք ներկայացնում, մենք թե ներքին մեր, այսպես ասած, որպես ներքին շահառուներ այդ խնդրի առաջ են կանգնած, որտեղ ապա տեղեկացված ենք թե մեր ներքին իրականության մասին եւ թե դրսի մասին, այսինքն մենք Հայաստանում ծնված եւ մեծ ապրած մեծացածը շատ լավ պատկերացում ունի, որ Իրանում մենք ոնց ենք ապրել եւ ապրում։ Ամերիկայում ինչ խնդիրներ կան, Եվրոպայում ինչ խնդիրներ։ Ու նաև դա նույն ապատեղեկատվությունը հայաստանյան իրականության մասին ազդում է սփյուռքահայի վրա։ Ինչի այսօր Սփյուռքում այդ մեծ թափով չի քարոզվում Հայաստան գնալը, թե ինչպես արդեն նշեցին, այդ գաղթօջախների պահելու հարցը կա, երկու այն որ դրական, որտեղ լիցքերը այդքան չի գնում։ Մենք ընդհանրապես սովորություն ունենք, որ վատն ենք, ավելի շատ խոսում, ավելի շատ ներկայացնում, բայց լավագույն փորձերի մասին, հաջողված այսպես ասած բիզնեսների մասին հազվադեպ է կամ ավելի այդպես գունավոր ձևով չի ներկայացվում։ Ինչ է ճանապարհը ինձ թվում է այն է որ նախ տարբեր ուղղություններով մենք պիտի ունենանք հստակ ռազմավարություններ։ Յուրաքանչյուր ոլորտի համար ռազմավարությունից ելնելով պիտի որոշենք ինչ դրան իրագործելու համար ինչ մարտավարություն պիտի վերցնենք։ Ինչ կարիք ունենք, մեր ռեսուրսները որոնք են, ինչ ունենք, ճիշտ գնահատենք, մեր խոչընդոտները ինչ են, կարողությունները, լավ եւ ուժեղ կողմերը ինչ են, այսինքն այդ ամեն ինչ պիտի կարգին իմանանք։ Ու հետո ըստ դրան նաեւ պիտի մի շարք հնարավորություններ ստեղծենք։ Եթե մենք այսօր սպասում ենք Սփյուռքից գան եւ այստեղ բիզնեսներ դնեն, նաեւ հիմա ասենք ճիշտ ուղղություն ցույց տալը, կարելի է ասել Սփյուռքի նախարարությունը, օքեյ, անում է հարկուպատիվ իրենց եւ ուժու կորով։ Կան ընկերություններ, ինչպես մեր ընկերությունը, նաեւ մենք դրանով զբաղվում ենք, ինչպես Սիրիայերի պարագային արեցինք։ Դա մեզ համար corporate social responsibility հարց էր, որ փորձեցինք իրենց տալ հնարավորինս եւ ուղղություն ցույց տանք, բայց նաեւ մի քիչ օրենսդրական դաշտի վրա պետք է եւ հարկավոր է փոփոխություններ, այսինքն եթե նաեւ ոչ միայն սփյուռքահայերին է վերաբերվում, ընդհանրապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների հարցն է։ Չի կարելի սպասելիք ունենալ, որ ժողովուրդ գան Սփյուռքից այստեղ investment կատարեն, բայց հենց առաջին վարքյանն սկսած իրանք պիտի այդ բոլոր բաներով, հարկերով լինեն, այսինքն շատ բազմատեսակ խնդիրներ կան, որ մենք պիտի ուղղակի ռազմավարություն ճշտենք ու գնանք, չի լինի հիմա այս րոպեից մանրամասնացնել, ուղղակի ծրագրել եւ առաջ մղել։ Շատ բարի, պարոն Արյան։ Ուրեմն Կարճ խնդրում եմ ցույց տվեք ճանապարհը։ ասեմ որ ես պապատ ունեմ որ մեր հերոստատիդողը իրան չտվա որ մենք երազների մեջ ենք ապրում։ Մենք էլ ամեն օր գուցե ուրիշներից ավել կամ բագաս հիաստապվում ենք, տխրում ենք, ցավում ենք։ Ես ուզում եմ գարթամ շատ կարճ Կոստան Զարյանի մեջ բերեմ ու հետո իմ խոսքը կավելացնեմ, ասում է Հայաստանը արյունիս մեջ է մտնում ամենօրյա քինիի հետ միասին։ Ջահիջներից բարձրացող չերմը անփնական ոգևորություններ է տալիս։ Գլխարկս բարձրացնում եմ, բարև ցեզ եւ ամեն ինչ բարևում է։ Ժպտում են, եկել եք, լավ եք արել, լավ եք արել։ Այդ լավ եք արելի մեջ քիմիական բարդ բաղադրություններ կան։ Զգում եմ, որ այդպես է, սակայն չտեսնել եմ ցեվացում։ Կան ուրիշներ էլ, որ նոր են եկած։ Մեր մեջ մի տեսակ ենք խոսում դեղացիների հետ ուրիշ։ Ամենքն էլ խաղում են։ Փաստը այդ է։ Մեկը մեկի խորհուրդներ է տալիս, չլինի որ այսպես ասես, չլինի որ այնպես ասես,
Եղբայր, չես հասկանում, այստեղ Եվրոպա չի։ Այսօր ես եկել եմ, նայում եմ հետ, ջամպաս օծաբդույթ անցնում է Կոմոյի լճի ափերից, Ֆլորենցիա, Վենեդիկ, Բոլիս, ամբողջ Եվրոպան ափիս մեջ ոսկի է։ Լույսերը աղավաղված են, եւ միտքս կանգ է արել չերմաչափի գադարին։ Մենք փնտրել ենք հայրենիքը, ինչպես թիթեռնիկը փնտրում է ջրակը, որի վրա պիտի այրվի։ Չկա ողբերգություն ավելի մեծ, քան մեր ողբերգությունը։ Հայաստան, Հայաստան, անցորդը եւ իր ջամփան։ Սա Գոստան Զարյանի ժամանակը պատկերացրեք ինչ թույնով, ինչ ողով, ինչ մաղցով, այդպիսի Հայաստան չկա այսօր։ Իրոք, եկեք ճիշտ գնահատենք մեր ունեցած երկիրը ու իմ փապակն է որ ամեն հայ կարդա Գոստան Զարյանի անցորդը եւ իր ջամփան, որովհետեւ ինքը այդտեղ ջամփան ցույց է տալիս։ Պարոն Մարաշլյան, ինձ թվում է շատ կարևոր է մյուս տարին լինելու է 2015 թվականը։ Եվ հիմնական խնդիրը, որ ես անձամբ տեսնում եմ այդ թվականի հետ կապված եւ հարավամիքի հետ կապված, այն է, որ մենք մինչև այսօր Հայաստանը կենտրոն մտածելակերպ չենք ձևավորել ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, թե պետությունը, թե հասարակությունը, որ իրականությունում թեկուզ Սփյուռքի նախարարությունը իհարկե բավական լավ աշխատանքներ է տանում, բայց դա բավարար չէ։ Պետք է հստակ խնդիրներ դնեն ամբողջ ազգի առաջ, թե Սփյուռքյան կազմակերպությունները, որ հայնադարձությունը ընդհանրապես օրակարգի մեջ որևէ ձևով չի երևում։ Ասա գուսակցությունները, Վարդան, Դա ասա։ կուսակցություններից հետ հազարավոր այլ կազմակերպություն կա։ Պետք է հասկանանք, որ եթե մենք ուզում ենք գոյատևել ապագայում, միակ ձևը այն է, որ պետք է ստեղծենք հզոր ուժեղ պետություն։ Եվ դա չի նշանակում, որ ներսում չպիտի ունենանք խնդիրներ կամ չպիտի ունենանք բախումներ տարբեր տեսակների, տարբեր կուսակցությունների եւ այլն միջև։ Չէ, դա process է։ Բայց այդ process-ը ենթադրում է ներհոսք մարդկանց, ներհոսք մասնագետների, պատրաստված, կրթված, ինչպես եղել է 21-25 թվականի ընթացքում, երբ որ Միասնիկյանի ժամանակ բազմաթիվ մարդիկ են տեղափոխվել, մասնագետներ, այսօր Երևանը այսօր որ մենք տեսնում ենք Թամանյան, Սարյան եւ շատերը եկել են այդ ժամանակ, եւ մենք արդեն մոռացել ենք, որ այդ մարդիկ եկել են եւ կառուցել են եւ իրանց ներդրում են թողել այստեղ։ Միգուցե իրենք կարող են ավելի մեծ հաջողությունների հասնել Փարիզում, Մոսկվայում, այլ տեղերում, բայց համոզված եմ, որ իրանք ավելի շատ են ճանաչում մեր կողմից եւ հիշողության մեջ մնացել են իրենք եւ իրենց անունները։ Պարոն Զաքարյան, ինչ անել։ Ես համամիտ եմ պարոն Մարաշլյանի հետ։ Ես կարծում եմ, որ մոլորակի բոլոր ժողովուրդները նման են օվկիանոսի եւ ինչպես օվկիանոսներն են ինքնամաքրվում, այդպես էլ այդ ժողովուրդները մի օր իրենց միջից դուրս են նետում այն ամենը, ինչ օտար է իրենց համար։ Ես նկատի ունեմ այն հայերին, ովքեր գտնվում են օտար ափերում։ 100-ից ավելի երկրներում կան հայկական համայնքներ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ունեցածը այս մի հատիկ Հայաստանն է։ Մենք պետք է զորացնենք մեր պետությունը, մենք պետք է հասկանանք, ինչպես Չարենցն էր ասում, որ երկիրն այլին դա ոչ թե ուղեղային մորմոք է, այլ այն է, ինչ ունենք, այս փոքրիկ Հայաստանը, եւ մենք պետք է ամուր պահենք այն, որովհետեւ կգա ժամանակը, դա անխուսափելի է, տարբեր երևույթների արդյունքում միևնույն է հայությունը հավաքվելու է այս երկրում։ Սա մեր վերջին հանգրվանն է, սա մեր վերջին նավն է, երբ ջրհեղեղ կլինի, բոլորս կհավաքվենք այս նավի վրա։ Մենք պետք է ամուր եւ հզոր պահենք այս նավը։ Պարոն Միքայելյան, ամփոփենք։ Ես կարծում եմ, որ որտեղ էլ ապրի հայը, նրա հայրենիքը Հայաստանն է։ Եվ այսօրվա մեր այս սփյուռքահայերի եւ հայաստանցիների համար ես կուզեմ մի բան ասել։ Մենք բոլորս էլ պետք է ընդունենք միմյանց որպես ուրիշ, բայց ոչ թե որպես օտար։ Եվ այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Վերջապես լողալ սովորելու համար պետք է ջուրը մտնել։ Շփում է պետք է զուլվել։ Ընդհանրապես դա եւ ասեմ ձեզ, տեսեք մենք այսօր ինչ խնդիր ենք քննարկում։ Դա շատ փոքր խնդիր է։ Դա գոյատևման խնդիր չի սփյուռքահայության։ Դա ինչ որ տնտեսական խնդիր, ինչ որ բիզնեսի խնդիր է։ Բայց եւ տա Աստված, որ մեր Հայաստանում միայն այդ մակարդակի խնդիրներ քննարկվեն, ոչ ավելի ծանր։ Շնորհակալ եմ, որ եկաք եւ շնորհակալ եմ, որ մեր զրույցը ավելի շատ լավատեսական էր եւ ոչ թե վատատեսական։ Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, երբ որ հայտնվում է օտար ափերում այս կամ այն երկրում, անկախ նրանից թե որտեղ է գտնվում այդ երկիրը, եւ երբ որ փողոցում պատահաբար քայլելիս մենք լսում ենք հայերեն խոսք, ակամա ուրախանում ենք, որ հանդիպում ենք հայ։ Կարծում եմ, վատ չի լինի, որ հենց մեզ մոտ հայրենիքում, երբ որ լսում ենք օրինակ հայերենի տարբեր բարբառներ, դա դառնա միայն ուրախության առիթ, այլ ոչ թե տրտանջալու։
Յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 հեռուստաընկերության եթերում մենք փնտրում ենք հասարակության ամենատարբեր շերտերին հուզող ամենաբազմազան խնդիրների հաղթահարման ճիշտ ճանապարհը։ Միացեք մեր քննարկումներին, իսկ այսօր այսքանը առայժմ։